Ես հասկանում եմ։ Իմ օգնականը դες կլսի եւ մեկը ես ինչ որ լսեմ հանձնարարելու եմ իրեն կամ մյուս օգնական։ Եթե մենք գիտեք քանի անգամ ենք մենք հանդիպել։ Այսինքն ինձ գրկած երրորդ մասի հրապարակից ձեր ելույթից հետո տարել եք մինչև մեր ավտոբուսի կանգ։ Հիմա էլ կարամ ձեզ գրել։ Բայց խնդրում եմ օգնականից ասեք, որովհետեւ իրատեսական չէ, էլի։ Չեմ ուզում խոստանում։ Հասկանում եմ ձեր աշխատանքի բնույթը, ձեր ժամանակ հասկանալու։ Շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ես կարող եմ մեր գյուղը նախա լեռնային գոտի է, ժողովուրդը ուզում են անասնապահությունով զբաղվել, ասենք անասնաշենքի խնդիր կա, էլի։ Հիմա տնամերձների վրա մարդիկ անասնագոմ չեն գալիս։ Բնականաբար հարևանացում այս տուն եմ սարքում, ես քեզ խոտում։ Ամելիկը ղեռ կա, հենա տենում եք, ասենք հնարավոր է այդ ղեռերը ամեն մեկ ով որ ուզում է զբաղվի, ով որ բիզնես պլան կներկայացնի, ոչ թե ամեն մարդ ով որ տարածքը խփենք վեկալենք, այլ ասենք ես ուզում եմ։ Հիմա այդ որ ցույց է տալիս 1000 ներողություն։ Երեք ուզում եք կառավարության նիստում այդ թեմաներին անդրադառնայի, բայց երկար է չանդրադարձա։ Վիզուալ այդ հաստատ արոտավայր չի, էլի։ Մենք պետք է մի հատ այդ արոտավայր բանն է, մարդը շատ ճիշտ բան է ասում։ Այսինքն հաստատ այդ արոտավայրը շատ ճիշտ է, ինչ ասիկ ղր թե քր, ինչ ասում։ Հա, ղր է իրոք, էլի մի հատ էլ պետք է մաքրեմ, ու իմ նման լիքը մարդիկ։ Որովհետև մենք մաքրեն այդ ղռը։ թղթի վրա նայում ենք արոտավայր, ասում ենք դե ոնց կլինի արոտավայր, բայց գետնի վրա գնում ես արոտավայր։ Արոտավայրը քանի միլիոն դրամ փող պետք է վճարեմ, հողի կատեգորիան փոխեմ, ասեք օգնեք մեզի, մենք ենք այսօր բանությունը։ Իրեք հատը ես ունեմ, մեկը ճիշտ է, եթե մենք կարանք ներողություն, մենք կարանք ընդվորում այդ բաները հատկացնենք, այդ հողատարածքները բաները հատկացնենք, այ հատուկ սենց նոր տեխնոլոգիական գյուղատնտեսության համար, ասենք, եթե ինչ ձեր խոսքերից են վերցնում, եթե կառուցում եք խելացի անասնագոմ այս ծրագրով, այս մասշտաբով, հա մենք օրենքով այդ փոխում ենք, տալիս ենք, որպեսզի տեխնոլոգիան մտնի գյուղ, իհարկե ճիշտ է ասում, հարևանի ով կուզենա իր պատուհանի տակը միանշանակ ընդունելի բան է։ Ձեր ազգանունը ի՞նչ է։ Արասխանյան։ Պարոն Արասխանյան, միանշանակ ընդունելի բան եք ասում, ի գիտություն ընդունեցինք կզբաղվենք։ Մենք պարոն Խուդացյան, ուղղակի պետք է գույքագրել, կոպիտ ասած, որն է իրոք արոտավայր, որն է իրոք ղռ։ Որովհետև որը ղռ է, չէ, ես ձեր հիմա հանրապետության մասին եմ խոսում, որովհետև մեր փաստաթղթերով մեր երկրում կարծեմ 1 միլիոն հեկտարից ավել 1.2 թե 400 հեկտար արոտավայր կա թղթի վրա, բայց 300 հատ ոչխար է պահում, սա հարևանները խաթր անելով յոլա է տանում։ Չէ, նկատի ունեմ այդ արոտավայրերից պետք է նայենք, որն է, որ ինքը այն որ իրական արոտավայրը, մենք դա պետք է պահենք, այդտեղ որի վրա խոտ է աճում եւ բանը նախիրը կամ հոտը այնտեղ արոտ է անում։ Դա պետք է պահենք, դա անձեռնմխելի է։ Ոչ մի գյուղերում շրջաներում չկա, Սարերում։ Բայց այնտեղ որտեղ որ արոտավայր գրած է, բայց ղռատակ է իրականում, մենք պետք է բան անենք, խելացի անասնագոմ այգիների համար, որովհետև հիմա այդ քարային ավազուտ հողերը հիմա այս նոր տեխնոլոգիաներով ավելի շատ են այդտեղ հետաքրքրվում ներդրողները քան միանշանակ այսօրվա մեր այցը նաև դեր առաջարկով շատ օգտակար եղավ, որպեսզի գաղափարտվեցիք կգնաք հասկացի կանենք համեցեք 18 տարեկան տղեն զոհվել է 44 տարի պատերազմում շրջափակման մեջ մնալով որ 20 հոգի մնացին դեկտեմբերի 20-ին խոնարհում եմ ձեզ եղբայր խոնարհում եմ ես բուժաշխատող եմ 40 տարի հանրապետական հյուրանոցում գյուղաբնակ եմ հող եմ առել 2000 թվականին որին վաղ վկայականները դեռ գոյություն չունեին չեմ կարողացել գրանցեմ իմ վրա 2020 թվականին 2000 թվականին եմ 2000 26 տարի ես տիրապետում 1000 հոգի տեղյակ եմ որ ես 22 թվականին օրինականացի մեր վրա Պարոն Արգիշտի Մեխակյանը դա տեղյակ նախ ասեմ որ չընթառաջեք այդ հարցովից ես մեր ընտանիքով 10 հոգի ընտրելու ենք մեր վարչապետն եք դուք եթե ինձ հարցին չընթառաջեք այդ 017 1700 մետր մի փոքր հողակտոր գնացել է կալանքի տակ կառուցություն կոմիտե գնում եմ գալիս եմ քննիչի մոտ կառուցություն կոմիտեն ինչի համար իմ վկայական ես բոլոր վարչապետերին տեղյակ եմ բայց որ հողի
մարդիկ յուղերում հողեր են ստացել, մի մասը վաճառում, մի մասը առնում են։ Երեք 60 հոդվածի հող ա եղել, ձեր հետ չի կապա։ Օրինական սեփականաշնորհ։ Բա ի՞նչն ա պրոբլեմ։ Ընդամենը